Պողոս Առաքյալ առաջի Կորինթացիների 3-րդ գլխի 13 համարում ասում է ամեն մեկուն գործը հայտնի պիտի լա քանզի օրը Երևան պիտի հանե վասնզի կրակով պիտի հայտնվի եւ ամեն մեկուն գործին ինչ տեսակ լալը կրակը պիտի փորձե այսինքն կրակը բացահայտելի է դու ինչ որ այսօր մենք սարքում ենք մեր կյանքում կրակի օրեր են գալու այսի պարտադիր չի վերջում է գրված մարդիկ այսօր ես մարդիկ գիտեմ անուններով չեմ ասում որ հավատքի մեջ իրանց կառույցը փլուզվեց իրանք այսօր աշխարհում են մեր տարածքից գիտեմ էլի դե պարզաբնական ուրիշ տարածքից էլ կլինեն եկեղեցին մեկը բայց մարդիկ կան որոնք սարքեցին փայտ խոտ եղեգի վրա եւ իրաց կյանքում կրակ եկավ որ այդ կրակը իրանց վառեց իրանց սաղ շինությունը վառեց ու իրանք ոչ թե զրոյից սկսեցին իրանք հիասթափվեցին հնարավոր հուսահատվեցին ու գնացին աշխարհ իրանք այսօր եկեղեցում չեն ոչ էլ իրանք այսօր այդ փրկության մասին մտածում են իրանց այսօր փրկությունը երևի չի հետաքրքրում օրը ցույց կտա Հիսուսի գալուց առաջ հենց կրակի բացակայությունը բացահայտեց ստեղ կրակի արկայությունն է բացահայտում փորձություն կա բացահայտվում է երբ որ կրակ չունես գիտեք ասում են երբ որ ասում են երկնքի թագավորությունը կնմանվի 10 կույսերի որոնք իրենց լապտիները առնելով փեսային դիմավորելու ելան ստեղ կարևոր գլխավոր միտքը ժողովուրդը հելնում է փեսային դիմավորելու այսօր գիրքը ասում է 5 հիմար են 5 իմաստուն են էսի հայտնությունը էսի 5-ի մակարդակի հայտնությունը որը այն ժամանակ չգիտեմ սրա մասին կմտածեն թե չէ արդիական կլինի թե չէ կամ այսօր ով է մտածում ինքը 5 հիմար կույսերի մեջ է մտնում թե 5 իմաստուն կույսերի մեջ է մտնում ասում է այն ժամանակ երկնքի թագավորությունը կնմանի երկնքի թագավորությունը շատ բաների է նման շատ մանանեխի հատիկի է նման է մարդու որը գնաց հեռու երկիր ունեցվածքը տվեց ծառաներին լիքը բաներ տարբեր հատվածներում երկնքի արքայությունը տարբեր բաների է նմանվում այսօր էլ կան այդ իմաստունները այդ հիմարները բայց հենց գալուց առաջ ասում են երկնքի թագավորությունը կնմանի 10 կույսերի էսի լուրջ խորհայտություն է եթե Տերը էսի չգրեր մենք չենք իմանա կարար ասեր կույսերը հելնում են ինձի դիմավորելու բայց գիրքը բաց արեց որ այդ կույսերի մեջ 5-ը իմաստուն են լինելու 5-ը հիմար ու իրանց կուսությունը չի փրկելու իրանց կուսությունը չի փրկելու ու գիտեք էլի սենց մի բան ասեմ մենակ կրակը չի բացահայտում թեպետ Պողոս ասում է կրակը կբացահայտի այո կրակն է բացահայտում բայց տեղեր կա որ բացահայտում է համբերությունը Սավուղի կառույցը ժողովուրդ բացահայտեց համբերությունը այսինքն մարգարեն ուշացավ եթե ստեղ փեսան չուշանար ժողովուրդ 10 էլ մտնում էին 10 էլ փրկվում էին ուշադրություն դարձել եք բայց ասում փեսան ուշացավ ուշանալու համար ես պլան B ունեմ թե չունեմ Հիսուսը գա մեզի երկինք տանի բա Հիսուսի գալուց առաջ մի հատ տառապանքներ չարչարանքներ է սպասվում մեզ նեղություն հալածանք է սպասվում Հիսուսը չի գալի հլա ես կարող եմ ինչ-որ հարցեր կա ձանձրանամ, հոգնեմ, թուլանամ ու քնեմ։ Հետաքրքիր է, որ ընդհանուր սաղ 10-ի վիճակը նույնն էր, ասում է սաղ քնեցին։ Բայց կա տարբերություն,
յուղով քնես, թե անյուղ քնես։ Քնելուց կա տարբերություն։ Գլուխդ Հակոբի պես քարի վրա դնես, թե գլուխը դնես Դալիդայի ծնկներին։ Նոր քնես։ Շատ կարևոր է բանալ պարկելուց գլուխդ ուր ես դնում։ Քնի տեսակ կա, ասում եմ ես քնած եմ, բայց իմ սիրտը արթուն է։ Խնդրեմ, բա, այդ ինչ քուն է։ Թեպետ այդ անձնավորությունն էլ իր նպատակին չհասավ։ Երբ որ Փեսան դուրը ծեծեց, ինքը չկարացավ բացի, ինքը չբացեց։ Ինչի՞։ Քուր, սենց է գրում գիրքը, այդ երկերկոցն է, ասում է, ես ոտքերս լվացել եմ, ոնց հիմա կեղտոտեմ։ Փաստորեն, Փեսային դուրը բացելու համար պիտի ոտերդ կեղտոտվի, հետո կեղտոտվի։ Այսինքն ինչ-որ բաների միջով պիտի անցնես, որ քո հեղինակությունը հնարավոր է, քո ապրածը, քո ունեցածը, քո հասածը, հասկանում ես, ինչ-որ բիծա արատա լինելու վրետ, այ մարդու լինի, ոտերդ լվացել եմ, այդ ինչ մաքրություն, այդ ինչ սրբություն է, որ Հիսուսին դուրը չի բացում։ Հետո ասում է, ես մերկ եմ, ոնց ասում հայրենում, ինչ եմ հանել վրից ես։ Ինչ հանել եմ խիտոն սկինուլա ոնց բացեմ փաստորեն այս դեպքում Փեսային խանգարումը բացել ոտքերի մաքրությունը այդ ինչ մաքրություն է այդ ինչ արդարություն է այդ ինչ սրբություն է ավետ ջան որ Տիրոջը դուր չի բացում մեկ էլ մերկությունը իրա արթուն լինելը քանի կապեք արժեր ես քնած եմ բայց ես արթուն եմ այդ արթուն սիրտը ընդամենը արձանագրեց փաստ որ չի կարող բացանի պատճառը ոտերի մաքրությունը մեկ էլ մարմնի մերկությունը բայց ես արթուն եմ տեսեք հələ ինչ վիճակներ կա էսի սաղ բանա նկարագրած է Փարիսեցիներին իրանց արդարությունը չթողեց Աստծո արդարության վրա ավելի բարձր դրեցին չթողեց որ իրանք խոնարհվեն Աստծո որդուն ընդունեն Փարիսեցիների դեպքում սա ուղղակի կատարվեց ինքը շատ բան է վտանգավոր վիճակներ է այսի Սուրբ Գիրքը ներկայացնում Փեսային դուրը չբացեցին Լավոդիկիա եկեղեցին вообще զբաղված էր հարուստ մարդկանց այսօր բանը ինչա համար 1 զբաղվածությունը եթե եկեղեցին հարստանում է ինքը փաստորեն ժամանակ չունի Տիրոջ համար ուստի սենց վտանգ կա ասում գիտեմ որ դու խեղճ ես 5 բան ասում այնտեղ Հասոր մենք որ հարստանում ենք, կարանք լիքը ժուրնալներ տպենք, աստվածաշունչներ տպենք, ավետարանչություն զբաղվենք, հոգիներ ձեռք բերենք, եկեղեցիներ սարքենք, արևմուտքում այնքան հարուստ են, սեփական դպրոցներ են հիմնում, հիվանդանոցներ են սարքում, Տեր իրանց օրհնի, բայց Աստծո համար կարելի է դուռը չբացել։ Ոստեղ ստացվում է քո գործերը գիտեմ, զորավոր գործում ես, բայց առաջի սերը թողել ես։ Իմ կարիքը չունես։ Այն ինչ այսօր դու անում ես, կարելի անել դաժե այն դեպքում, եթե ես գոյություն չունենայի ընդհանրապես։ Տերը որ ասի։ Մեր այսօրվա արածը մենք вообще իրանից կախում ունենք, թե չունենք։ Հավատքի մարդը Աստծուց կախում ունի ժողովուրդ։ Հավատքի մարդը հավատքի առաջնորդ ու կատարող ունի։ Ու ամեն եղանակին աշխատում է այդ հավատքի առաջնորդին, կատարողին իր կյանքից հանգարց բաց չթողի։ Ոստեղ այս 5
Հիմար 5 իմաստուն, եթե փեսան ժամանակին գար, ոչ մի բան չէր բացահայտվում ժողովուրդ։ Սաղ 10-ն մտնում էին։ Բայց ասում փեսան ուշացավ։ Սավուղի դեպքում էլ մարգարեն ուշացավ։ 7 օր ասեց սպասի։ Մարդը 7 օր սպասեց, չի գալի։ Հետաքրքիր է, որ Աստված չի հայտնվում մեր կյանքում, մենք ունենք տարբերակ։ Եթե մենք տարբերակ ունենք, մենք կանենք այդ տարբերակը, մենք կսպասենք իրան, բայց դեռ կյանքի մահվան հարց է։ Եթե Աստված ժամը նշանակում է ժամին գալիս է, դու հաղթող ես։ Եթե Աստված ժամը նշանակում է ժամին չի գալի ու դու իրան շարունակում ես սպասես, մինչև ինքը գա, դու հաղթող չես, դու ուղղակի ռեկորդակիր ես արդեն։ Դու չեմպիոն չես։ Դու արդեն մի հատ թազա ռեկորդակիր ես, մի հատ թազա չափանիշ ես բան արել։ Մեծ ցուցանիշ ես ցույց տվել։ Տերը քեզ ասես մինչև ստեղ, էդ էլ անցավ, բայց դու հլա սպասում ես իրան։ Ասիր ես կմեռնեմ ստե, թողան փղշտացիները ինձ սպանեն, սաղ զորքը մահանանք, բայց մենք Տիրոջ խոսքը չենք խախտի։ Աստված ասել է սպասի։ Մեկ տարբերությունը։ Ժողովուրդ, կամ ամեն ինչ, կամ ոչինչ։ Ասում է հաղթողը ինչ կժառանգի։ Իսկ ինչա պետք հաղթելու համար։ Ամեն ինչ թողել։ Ճիշտ է։ Եղբայրը շատ արագ տրամաբանեց։ Ասում է, այս աշխարհի սպադվիժնիկի հայերեն ոնց ասում, սպորտ Պողոս է, որ մրցա։ Պարզա, դու բան համաձայն ես իրանց հետ։ Ճիշտ է, մրցասպարես վազողները, ասում է, ամեն ինչից հրաժարվում են։ Էդի շատ ծանր բան է, ես սպորտսմեն եղել եմ, գիտեմ ինչա։ Կարճ եմ եղել, մի քանի տարի եմ եղել, բայց ինքը լուրջ ռեսուրս, լուրջ էներգիա, դիսցիպլինան է օգնում քեզ, կարգապահությունը, դու հասնես նպատակին։ Դիսցիպլինա չեղավ, դու չես հասնի։ Ժոստկի դիսցիպլինան ինքը քեզ հասցնում է։ Մենք այնքան թշնամիներ ունենք, պիտի հաղթենք, որ եթե ամեն ինչ չթողենք Տիրոջ անվան համար, ամեն ինչ, հարուստ պատանին մի բան էր պակասում, 99 տեղներ, Աստված իրան հետ գրկեց, ասեց գնա, ինչ որ ունես, ամեն ինչ ծախի, չասեց բեր տուր ինձ, այսօրվա արևելքի, արևմուտքի լիքը քարոզիչներ կասեն բերում տալիս ես ինձ, ես քեզ հետո ասում եմ ինչ ենք անում, Հիսուս ասեց տար բաժանի աղքատներին, այսինքն հարուստ պատանի համար, Հիսուսի հետևից գնալը նշանակում էր ֆիզիկական աղքատանալը, հարստություն պետք է չունենալ ինքը։ Բայց Սուսաննան, Խուզայի կինը, մյուս կանայք, ասում է իրանց ունեցվածքով Տիրոջը ծառայում են։ Հիսուսը իրանցից չպահանջեց այդ կանանցից աղքատանալ։ Իրանցից Տերը օգտվում էր։ Իրանք նյութականով Տիրոջը ծառայում են։ Հիսուսը նյութական հարցերը կարար հրաշներով լուծեր, կարար լուծեր բնական ձևով։ Դա ինքն է որոշում ոնց լուծի։ Շատերի համար Տիրոջ հետևից գնալը, դա չի նշանակում սաղս պետք է աղքատանենք։ Աստծո ժողովրդի մեջ հարուստներ կան։ Հովսեփի նվիրումը մեկը կասկածանքի տակ դնում է ովքերի։ Դանելի։ Հակու կապը Դանելի տենային քուր, ասենք էսի հավատացյալը։ Այս մարդը, այս կիսամերկ անառակության մեջ այս մարդը եկես պալատում ինչ անում։ Այն մարդ գնա Եղիսեի պես քարայրներում ապրի, քարանձավներում, բա դու կրոնականը լինենք, Դանելին տենց բան կասենք, բայց հրեշտակը գալի Դանելին բանը շոր ասում իմաստություն։ Այդ անառակության մեջ, անառակության էպիկենտրոնում, մաքուր աչքեր ուներ։ Աստված իրան պալատում էր, դեր իր տեղը պալատում գտնվելն էր։ Ինքը պետք է հարստության մեջ ապրեր,
ու մենք տենում ենք, որ վարչապետի պաշտոնը 3 աղոթքի հետ փոխեց։ Վարչապետի պաշտոնը։ Հրաման հելա ոչ մեկ աղոթ չանի, ինքը բռնեց, աղոթ կարեց։ Լուսամուտն էլ բաց։ Դանուլ ջան, իմաստությամբ կարելի է վարվել, քոպես իմաստությունով ունի, դու լուսամուտները փակի, աղոթ կարա, զանավեսկեն էլ փակի, կամած աղոթ կարա, չէ։ Դուրը պետք է բաց լինի իմ աղբեր, զանավեսկենը պետք է բաց լինի։ Ու իրանք պետք է լսեն իր աղոթքը։ Ինքը գիտեր այդ ինչ կդառնա։ Այդ օրենքը իր դեմ է։ Դժվար է հարուստը մտնի երկնքի արքայություն, դժվար է։ Արեք տեսեք, որ Դանիելը այդ հարստության մեջ մի ակնթարթում դաժե կապված չէր այդ հարստության հետ, մտքով չանցավ այդ հարստությունը, բայց պաշտոնս ինչ անեմ, նույն ձևի աղոթում էր։ Շատերիս կյանքում Տիրոջ ուշանալը, Տիրոջ բացակայությունը լիքը բաներ է բացահայտելու։ 5 հիմար կույսերը մտնում էին երկինք, եթե Փեսան ժամանակին գար։ Փեսան ուշացավ, նրանց մոտ բացահայտվեց իրանց հիմարությունը։ Գիտեք թե որ համարն է, ասա։ Որ ասма ծեծեց ծառայակիցներին, ծեծումը Տիրոջ ուշանալու հետևանքներ էլի։ Չէ, ասում է, ով որ կամքը գիտեր ու չէր անում։ Չէ, չեմ ասում։ Ավետարանից ասում Տես ուշանումը գնաց կերավ ու խմեց։ Հա, գնաց, հա, այդ էլ ուրիշ է։ Հա, ասում է կերավ, խմեց, անառակների հետ, բան, ասում է դրեց ծառաների վրա, որ ժամանակին հաց տար, բանան, հա, էդի, չէ, էս էլ ուրիշ կարգավիճակ է։ Լուշյան, էս էլ ուրիշ կարգավիճակ է։ Ինչքան ուզում է ցավալի լինի, բայց ես հովիվներ գիտեմ, բարձր աստիճան։ Հովիվներ, որոնց գումարները փչացրեց։ Մեծ գումարներ եկան, իրանք, հա, փողը փչացրեց իրանց, մեծ գումարներ եկան, խոսքս ոչ $1000 մասին է, ոչ 10,000 և ոչ 100,000։ Մեծ գումարներ եկան, մեծ պատոկներ եկան, իրանք շարքից հանեց այդ գումարները։ Այն հարցերը, որ մահացած չէր սկսին գլուխ բարձացնել, ոմանք վերջացրին անառակությամբ, մեղքի մեջ ընկան։ Ոմանք վերջացրին անառակությամբ, ոմանք վերջացրին հարբեցողությամբ, մինչև այդ ծառաներին ծեծում էին, ճիպոտավեկալ է աչուձախ հանդիմանում էին, հաց չէին տալի, քեզի դրել են հաց, ինձ օրինակ տերը դրել է հաց տամ ձեզ։ Եթե ես հիմա հացի մասին չմտածեմ, իմ ուշք ու միտքը չլինի ծառաներին հաց տալը, դուք էլ այսօր պետք է գաք ուտեք, վաղը ձեզի փորձություն է սպասվում, եթե այսօր կերաք, վաղը այդ փորձությունը կհաղթեք։ Եզեկիելի բանը գործում է։ Ձեր վաղվա անկման համար դուք եք պատասխան տալու, բայց այդ անկման համար Տերը կարա ինձանից պահանջի։ Ասի ես քեզի խոսք էի բացարե, ես քեզ կերակուր էի տվել, ինչի չգնացիր պաշտամքի այդ կերակուրը ժողովրդին չտվեցիր։ Դու պետք է գնար այդ ժողովրդին տար։ Այդ դուք չեք էլ իմանա։ Ոնց ես ձեր անկման մասին կարամ չիմանամ, տենց դուք, որ Տերը ինձանից է պահանջում, կարաք չիմանաք, կարաք իմանաք։ Մարդու որդի Եզեկիելին ասում է, եթե սուրը տենում ես գալիս է մեղավորի վրա, դու մեղավորին զգուշացրեցիր, սուրը գալիս է մեղավորին, զարկում է իր մեղքի համար, իսկ դու փրկեցիր քո հոգին։ Եթե ես այսօր խոսք եմ խոսում, մարդ չի ապաշխարում, ես պետք է չհուսահատվեմ, գիտեք ինչ է կատարվում, ես իմ հոգին եմ փրկում։ Նաջաքուր։
Գնացինք ավետարանչության, դու երգեցիր, ես քարոզեցի։ Անդոն աղոտ կարեց, 100 հոգուց ոչ մեկ չապաշխարեց։ Մենք փրկեցինք մեր հոգիները։ Պողոս ասեց, ես սաղիտ արյունից մաքուր եմ, անպարտ եմ, չիստ ռուսերեն ասում։ Ռուսերեն թարգմանեցի։ Ես անպարտ եմ։ Մենք պիտի շրջապատի արյունից անպարտ լինենք։ Սաղ մեր փողոցը գիտի, որ մենք հավատացյալ ենք։ Եղբայրներից մեկ եկել էր մեր տուն, տանտեղը մոռացել էր, կանայք էին նստած դուրսը, բանը հարցրել էր, աշոտ են սունստե որտեղ, ասել էին հավատացյալ, ասենք էդ էլ ուրիշ աշոտ չկա։ Կարելի էր ասել հեսա, այս կատոսկի 80-ն է։ Մեր փողոցում ուրիշ աշոտ չկա։ Ես եմ, հավատացյալ, ասել էր, ունենց լավ էր իրան զգացել, որ ասել էին հավատացյալ, ներսը յուղվել էր։ Ինձ հետո ասեց, ասում հարցրել, ասին հավատացյալ, նրանք սենց էին ասել, հավատացյալ, ինքը յուղվել, ասել են հավատացյալ։ Խնդրեմ։ Մեկից, նույն ուղերձից մեկը կարա օրհնվի, մյուսը կարա խախտվի։ Սաղ էլ գիտեն մենք պապենական հավատացյալ եմ, կարամ դուխով ասեմ։ Պապինը հավատացյալ եղել, հետո ես, հետո հերս։ Հետո քուրս, հետո մերս։ Պապից հետո հավատքը ինձ անցավ։ Ես ինչ։ Տուն էլ դուք հավաքվում եք լուսաքուր գալիս էր, լուսաքուրը մեր տուն պաշտամունք էր գալի, բայց ես մեր տան խմբից չէ, ես էլ ուրիշ տեղ եի գնում պաշտամունքի։ Ասում ես էլի իջի առաջի հարկ։ Չէ, ես էլ Չարբախ եի գնում պաշտամունքի։ Այնտեղ, բայց լուսաքրոջը բազմիցս տեսել եմ մեր տունը։ Բանը չէ, Գարեգինի խումբը։ Գարեգինի խումբը մեր տուն էր պաշտամունք անում։ Սոսի խումբն էր մեր տուն անում։ Վաղինակն էր անում, Գարեգինից հետո Վաղինակ։ Յաշան էլ արե, Յաշային եմ տեսել խմբով, բայց իմ խումբը ուրիշ տեղ էր, իրանք մեր առաջի հարն էին գալի, ես էլ ուրիշ տեղ էի գնում, ամեն մեկ իրա մորցից նազում ավիճն, կարոս թե մոտիկա, բայց ես իմը, մեր խունքը էին ավանից գալի, Քանաքեռից, Արինջից, Աշտարակից, Մասիվից, Հույսի ավանից, անդե իրանց մոտ պաշտամունք կա, ամեն մեկը միտեղ տնգվել է, կներեք Դավիթ Հաշենից մոտեցա, կարևորը, երևուն, ամեն մեկը տենց էլ ես, հլա այսօր պարկ ասու, տրանսպորտով են գալի, մարշուտնիկա, ես են սովի տարիներին, մութու, ցուրտ տարիներին ոտով են գնում, 45 րոպե քայլում ենք, Փարոսել բան ենք բրթում, տրոլեյբուս ենք բրթում, տրամվա չենք բրթե, երևի չենք կարա բրթեին կամ չէր բրթվի, բայց բանը տրոլեյբուս բրթել ենք, իջել են ժողովրդով տրոլեյբուս բրթե, հետո թռել նստել ենք մեջը, մենք իջնում ենք Փարոս, իրանք շարունակում են։ Ասելս ենա, մարդու որդի, եթե սուրը տեսար, եկավ, դու չզգուշացեցիր մեղավորին, սուրը գալիս է մեղավորին իր մեղքի համար զարկում է, բայց իր արյունը քեզանից են պահանջելու։ Էնի մեղքի համար մեռավ, բայց իր արյունը պահանջում է Եզեկիելից, ինչի որտեղ չզգուշացրեցիր իրան։ Իսկ եթե զգուշացրեցիր, դու քո հոգին փրկեցիր։ Ժողովուրդ։ Մենք պիտի շրջապատի արյունից մաքուր լինենք։ Վկայենք, ու իրանք պիտի մեր կյանքը տենան, թո չընդունեն, մենք չպիտի վախենանք չընդունվելուց, մենք պիտի վախենանք չհասկացվելուց, թող հասկանան ու չընդունեն, էդ իրանց գործն է։ Տենց չի, գիրքը տենց ասոր ասում։ Ծառա, ծառաների վրա, Աստված դրել է ծառա, ծառաների վրա, այդ ծառան պիտի մատակարարի սնունդով, որ ժողովուրդը կարանա հաղթի։ Շատ մարդկանց անկումներ Աստված կարող է պահանջի հաց տվողից։ Դուք պատասխան կտաս քո անկման համար, դու չես կարող սպիսա տանես քո վերից այդ անկումը։ Դու ընկար, դու քո մեղքի համար պատասխան կտաս։ Բայց Աստված կարող է պահանջի էդի հաց տվողից, ով որ պետք է հաց տար, հացը չտվեց, հացը ուշացրեց, անորակ հաց տվեց, հին հաց տվեց,
հում տվեց, ասում է ծույլը իր որսը չի էփում։ Որսես արի մի հատ էփի այդ որսը։ Որ ձեր տուն հյուր են գալիս, ով է ցորեն հանում դնում դեմը, ասում է կեր։ Ախպերս ասես ես ինչ ասես, եսի հացա պրոստը վրեն աշխատություն արված չի։ Ցորենի վրա պետք է աշխատություն արվի։ Ժորժան, ես որ գամ ձեր տունը հյուր, հաստատ դեմս ալուր չես դնի, չէ՞, ասես աշոտ ախպեր, ջրի այդ խառն գցում ես բերանը, մի քիչ տակ չայ ես խմում, ընդ ինքը հացա դառնում ու մարսում ես տենց հանգիստ։ Ցորեն ես կերել եմ։ Ցորեն սոված եղել ենք, տղերքով ցորեն կերել ենք։ Հա, բայց ալուր չես կարող ուտես։ Ծույլը իր որսը, հա, Վարդան ջան, չի։ Ծույլը իր որսը չի էփում, Ժորժ ջան։ Որսես արե, եղնիկ ես որսը, այսօր որսես արե։ Հոգևոր մի հատ եղնիկ ես բռնել։ Ինչ մի հատ հայտնություն է, դի պետք է պատրաստես, բաստուրմա բռնես, խորովես, բերես ժողովրդին բաժանես։ Տերը դեն մա չէ իրա ձակերի համար ոնց ես դողում։ Աստված մի հոգու ասում է դու իմ ժողովրդի մեջ եղի, դու իմ ընտանիքի մեջ եղի, իմ ընտանիքը հսկի, ես էլ քո ընտանիքը կհսկեմ։ Ես էլ քո ընտանիքը կպահեմ։ Տեղերը փոխվան, Տերը գնաց իր ընտանիք, ինքը եկավ Տիրոջ ընտանիք։ Ու քաղեց այդ պտուղները։ Հնարավոր չի Հիսուսը Պետրոսի նավակի մեջից սովորացնի ու վերջում դատարկ ասի Պետրոս, գնա տուն, Տերը օրհնի քեզ, գնա տես ինչ ես ասում զոնքաջիդ։ Ինչ եղավ։ Սովորացնելուց հետո ասեց մի քիչ խորացի Պետրոս, խորացավ, գալիս է ուրկանը ասում է քիչ աչքով, այսօր աչքով, մինչև այսօր աչքովը գցում են, այդքան զուգ չեն կարող բռնել։ Մեռան համ ձախ, համ աչքցեն, համ հետև, համ առաջ։ Այնտեղ հոգևոր գործողություն էր։ Սովորացնելուց հետո լեփլեցուն այնքան ձկներ բռնեց։ Ու հիշում եք չէ Պետրոսը ինչ ասեց։ Ասում է անկավ Աստված ընդամենը օրհնեց Պետրոսին, այնտեղ հանդիմանություն չկար։ Անկավ ծնկի ասեց դուրս տար ինձանից ես մեղավոր մարդ եմ։ Տիրոջ օրհնությունը կարա բացահայտի մեր մեղավորությունը։ Ժորդ մենակ հանդիմանությունը չէ։ Աստված կարա գա իմ հանդեպ սեր ցուցաբերի ու ես 1000 կտոր լինեմ։ Ես պլետ էի սպասում, ղայիշ էի սպասում, ճիպոտ էի սպասում, բայց Տերը սիրով եկավ։ Ու 1000 կտոր եղա ես։ Աստված գիտի չէ ոնց մոտենա մեր մեկին։ Էդի ես իմ չլուսավորված մտքով կասեմ, կարամ մտածեմ Տեր երբ ես չփխելու այս պետք է էլի իրան, պետք է Տեր։ Բայց Աստված երկայնամի տա։ Ինքը ինպես չի մտածում։ Ինքը որ ասում է Իսրայել, ես մարդ չեմ, դրա համար դուք բնաջին չեղաք։ Եթե ես մարդ լինեի, դուք այսօր չեք կրնի, այդ է նշանակում։ Եթե ես ձեր պես մտածեի, դուք այսօր չեք կրնի։ Ու հիշում եմ, որ դուք հող եք ու հավիտյան ող քեն չեմ քշում։ Աստված քեն քշող չի։ Մարդկա քեն քշող է, գիտես։ Քեն քշող է։ Մինչև քթից է չբերի չի հանգստանում։ Մի արարքի համար, որը իր դեմ արել է 15-ից 20 տարի առաջ։ Պապուտ էլ գերեզմանոցից կհանի տատուտ հետ, սերունդը էլ կհանի, մուրը կհանի, նորից կթաղի։ Ապու պապին կհանեն։ Ասում է Աստված մեր մեղքերը թաղեց օվկիանոսի մեջ։ Ծովի հատակը։ Մի ուրիշ մեկ ասում է ոչինչ, մենք վադալազներ ունենք։ Տեսեք են կհանեն։ Ասենք ինչ Աստված թաղել է, ասում ես հանես։ Դա լավ չի։ Այս կույսերի հետ ինչի սա եղավ։ Այսի չպիտի լիներ։ Նոր Կորինթացիների մեջ կարդացինք այն օրը փորձելու է։ Մենք սաղս ապրում ենք այդ օրվա համար։ Եթե այդ օրը չհասանք, ժողովուրդ, հափշտակության օրը, մեր համար մեր օրը կա։ Երբ որ ես պիտի մեկնեմ երկինք, իմ հոգու համար պայքար չլինի, դևերը չգան իմ հետևից, հրեշտակները կան իմ հետևից։